Մայրիկները երեխաների հետ սպասում են մարդասիրական կենտրոն մտնելու իրենց հերթին։ Այսօր կենտրոնում փոքրիկներին կտրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները։ Տակդիրներ, ծծակներ, շշեր եւ մանկական հագուստ։ Մարինան ուկրաինական Վոլնյանսկից է տեղահանվել։ Ռուսական ռմբակոծություններից հետո է որոշել փոքրիկի հետ Զապորոժիե մեկնել։ Երբ ռմբակոծություններ են սկսվում, շատ եմ վախենում։ Հիմա սրտի հետ կապված խնդիրներ ունեմ։ Մարինան միայնակ է մեծացնում որդուն Միշային։ Մինչ փոքրիկը խաղալիքների տուփերում է փորփրում, մայրը նկատում է հենց այն, ինչ նրան պետք է։ Կնոջը նոր քաղաքում աշխատանք գտնել դեռ չի հաջողվել, բայց ունեցած գումարն էլ արդեն վերջանում է։ Ես նույնիսկ ինձ չեմ կարող թույլ տալ նոր անվասայլակ գնել։ Հերթն այստեղ դանդաղ է շարժվում, կամավորները սակայն փորձում են օգնել բոլորին։ Այստեղ մենք հագուստ, ամանեղեն, կոշիկներ ունենք, նվիրում ենք ձեռքի տակ եղած ամեն ինչ։ Մենք նաև հաց ու կարտոֆիլի հյութ ենք բաժանում։ Մարդիկ իսկապես կարիք ունեն այս տեսակ օգնության։ Այս մարդիկ մինչև պատերազմն այս ամենի կարիքը չունեին։ Նրանք ինքնաբավ կյանքով էին ապրում եւ մուրացկանությամբ չէին զբաղվում։ Պատերազմի հետևանքով են այսօրն ընկել։ Ազատյանը տարբեր մարզերում բացել է այս եւ նմանատիպ եւս 2 տասնյակ հումանիտար կենտրոններ։ Նա սեփական փորձից գիտի տեղահանված անձանց խնդիրների մասին։ Մանկության տարիներին Ազատը ծնողների հետ Հայաստանի շրջափակման պատճառով Երևանից Ուկրաինա է մեկնել։ Սով ու ցուրտ էր, իսկ հացը չափաբաժնով էր տրվում։ Դժվար էր գոյատևել, բայց մարդիկ դիմանում էին։ Ազատյանների ընտանիքը Դոնեցկի մարզում էր բնակվում մինչև այն պահը, երբ այդ տարածքները 2014-ին օկուպացրեցին ռուսական ուժերը։ Մեկ անգամ արդեն տունը հեռվում թողած ընտանիքը ստիպված եղավ կրկին հեռանալ։ Այս անգամ նոր տուն գնեցին Բերդյանսկում, ծովի ափին։ Խարսխի նման պահում էր մեզ։ Մենք նորոգում էինք բնակարանը եւ երեխաներից յուրաքանչյուրը երազում էր իր սեփական սենյակն ունենալու մասին։ Այնուհետև սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումը, հետո կրկին օկուպացիա։ Ազատը մնաց Բերդյանսկում։ Նա օգնում էր փախստականներին տարհանել Զապորոժիե, որտեղ 24 ռուսական անցակետ կար։ Ընդհանուր առմամբ 25 անգամ գնացել եկել է այդ ուղղությամբ, տարհանելով մոտ 1200 փախստականի։ Ամեն անգամ մեքենա վարելիս մտածում էի. Տեր, խնդրում եմ տուր ինձ առնվազն եւս 10 մարդ։ Հետո անամոթաբար աղոթեցի. Տեր, տուր ինձ եւս 100 մարդ։ Բայց եկավ մի պահ, երբ ստիպված եղա կանգ առնել։ Ազատին ռուսական զորքերը գերեվարել էին իր դիրքորոշման եւ մարդկանց տարհանելու համար։ Նրան ամեն օր տանջում եւ հարցաքննում էին։ Դուռը բացվեց ու ասացին. «Հայ, դու դեռ ողջ ես։ Դուրս արի, քեզ սպանելու ենք»։ Եվ հասկանում էիր, որ դա իսկապես կարող է լինել։ Նրանք ծաղրում ու տանջում էին էլեկտրական մահակներով, երկաթե խողովակներով, գործ էին դնում ձեռքերն ու ոտքերը։ Ազատը գերության մեջ անցկացրեց 43 օր։ Ասում է, այդ օրերն իր վրա ծանր անդառնալի հոգեբանական հետևանքներ են թողել։ Հիմա նա իր եւ մյուս գերիներին օգնելու համար վերականգնողական կենտրոն է բացել։ Այդ տանջանքները, որոնց ցավոք ստիպված ենք եղել դիմանալ, մեզ ավելի ուժեղ են դարձրել։ Եվ մենք ցանկանում ենք բուժել եւ աջակցել նրանց, ովքեր կոտրված են, որպեսզի նրանք էլ կարողանան առաջ շարժվել։ Այստեղ անգամ իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում։ Ալեքսանդրն ուզում էր հետաձգել իր զորահավաքը, բայց զինվորական կոմիսարիատը տուգանեց նրան եւ հետախուզում հայտարարեց իր մասին տեղեկատվությունը ժամանակին չթարմացնելու համար։ Չնայած օրենքով նա անգամ զորահավաքի ենթակա չէ։ Քանի որ ես քաղաքացիական գերի էի, ունեմ կարգավիճակ եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ծառայության օրինական հետաձգման համար։ Բայց գնացի Կիևի զինկոմիսարիատ եւ նրանք սկսեցին ինձ մի գրասենյակից մյուսն ուղարկել։ Ալեքսանդրին այստեղ խոստացել են օգնել։ Ազատը եւ իր թիմը բացի նախկին գերիներին եւ տեղահանված անձանց օգնելուց նաեւ Զապորոժիեում դպրոց են բացել օկուպացված Բերդյանսկի երեխաների համար։ Այսօր 5-րդ դասարանի աշակերտները սովորում են հասկանալ իրենց զգացմունքներն ու արտահայտել։ Օրինակ այն ուրախությունը, որը զգում են, երբ նրանց վերադարձնում են դասից առաջ հավաքած սմարթֆոնները։ Երբեք պատերազմ չենք ապրել։ Սա առաջինն է, ուստի շատ կարևոր է հասկանալ մեր զգացմունքները։ Տարական դասարանի երեխաներն էլ այդ ընթացքում բունկերում փորձում են ապրել պարզապես երազիր երգի ներքո։ Այս երեխաներից յուրաքանչյուրը պատերազմի պատճառով լքել է իր տունը եւ հիմա երազում է ինչ-որ յուրահատուկ մի բանի մասին։
Ոմանք iPhone են ուզում, ոմանք ուզում են տուն վերադառնալ, մյուսները ծովափ гнալ։ Ամեն ինչ շատ տարբեր է։ Что война закончилась. Чтобы закончилась война. Потому что я хочу домой.